օդի որակի վերաբերյալ եւ վերջին շրջանում ենք անընդհատ խոսում ենք օդի որակից եւ իրականում խոսում ենք նաեւ այն պատճառով, որ սկսել ենք օդի որակի չափումներ իրականացնել արդեն մոտավորապես 2 տարի է 2024 թվականից մեր բոլոր խոշոր կառուցապատվող օբյեկտներում ներդրված են մեր սարքերը, որոնք որ միացված են մեր GIS համակարգին 175 սարքից մենք ունենք տվյալներ, որ եւ այդ տվյալները խոսում են այն մասին, որ օդի որակը մեզ մոտ վատթարանում է նոյեմբերի կեսերից եւ սկսում է բարելավել մարտի կեսերից եւ ցավոք սրտի, որքան էլ որ ամենացավալի հատվածը այն է, որ տենց բավականին բարդ գործոններով է պայմանավորված։ Առաջին հերթին իհարկե մեր աշխարհագրական դիրքով եւ այս սեզոնում նաեւ որոշակի եղանակային պայմաններով օդի ինվերսիայով եւ այդ օդը, այսպես ասած, գալիս է եւ մեր տարածաշրջանում էական ժամանակ մնում է։ Իհարկե լուծումներ կան, շատ բարդ լուծումներ են դրանք եւ մենք խոստացել ենք, որ խոսելու ենք նաեւ այդ լուծումների մասին եւ այդ լուծումները շատ դեպքերում նույնիսկ Երևան քաղաքի սահմաններից դուրս պետք է իրականացվեն։ Մասնավորապես խոսքը գնում է, եթե երկարաժամկետ լուծումների մասին ենք խոսում, խոսքը գնում է հարյուրավոր հեկտարներով նոր անտառածածկ մշտադալար կանաչապատ տարածքների ստեղծման մասին, որոնք որ որոշակի պատնեշ կարող են ստեղծել եկող քամիների նկատմամբ եւ կարծում եմ սա երկարաժամկետի մասով է, բայց կարճաժամկետի մասով այն ինչը որ մեզ թույլ կտա մոտավորապես հետեւյալ մի վարժություն են կարել, որ հնարավոր է որ մի 10-15 կրիտիկական օր, որոնց մասին մենք նախորոք տեղեկացված լինենք, եթե այդ օրերին մենք էական մի փոքր ստանդարտից դուրս երևի թե վարչարարական աշխատանք անենք, պարոն Ղուկասյան, պարոն Բաբայան, հարգելի գործընկերներ, վարչական շրջանի ղեկավարներ, այդ 10-15 օրվա մեր վարչարարությունը կարող է ազդել 45-ից 60 օրվա վրա։ Այսինքն խոսքը չի գնում այն մասին, որ օդի որակը շատ լավը կլինի այդ ընթացքում, բայց խոսքը գնում է որ այն մասին, որ տենց 10 օր ճիշտ թիրախային, կետային աշխատանքի դեպքում մենք կարող հնարավորություն ունենալ մոտավորապես մի 20% ազդեցություն ունենալ, որը իրականում էական ազդեցությունն է։